Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Պարոն Սուքիասյան, հարգելի գործընկերներ, հավաքանու հարգելի անդամներ, սիրելի երևանցիներ, իրականում վիրավորվում եք, հարգելի ընդդիմադիր գործիչներ, երբ որ ասում եմ, որ դուք շատ եք ստի վրա հենվում, շատ եք այդ խավարի միջավայրում փորձում դրսևորվել, եւ պարոն Սուքիասյան, ձեր ելույթը դրա վառ ապացույցներ, հասկանում եք, դուք էլի հատ մի քանի տողից վերցնում եք ինչ-որ հատվածական տվյալներ, ասում եք, գիտեք, այստեղ 60% է, այստեղ 70% է կատարողական։ Երևանի քաղաքապետարանի 2025 թվականի բյուջեի կատարողականը եկամուտների մասով 109% է։ Երևանի քաղաքապետարանի ծախսերի կատարողականը 2025 թվականի բյուջեի 90% է։ Պարոն Թորոսյան, սա հատուկ նաև ձեր համար եմ շեշտում, որ լավ հիշեք այս թվերը, որովհետև ձեր քաղաքապետի տարիներին այսպիսի թվեր չեն եղել։ Եվ երբ որ ասում ենք, դե գիտեք, այնուամենայնիվ, ինչ որ ծրագրեր քիչ են արվել, լավ չեն արվել, չգիտեմ, եկեք հələ հասկանանք այդ ծրագրերից որոնք են քիչ արվել կամ լավ չեն արվել։ Վերելակները լավ չեն արվել։ 500 վերելակ կա փոխվել Երևան քաղաքում 2025 թվականին։ Վերջին տարիներին 2560 վերելակ ենք փոխարինել մեր քաղաքում։ Եվ այդ մեր ամբողջ վերելակային ֆոնդի 60%-ն է արդեն։ Այսինքն մեզ մնացել է 1822-ը։ Երևան քաղաքում աննախադեպ ծավալի բարեկարգման աշխատանքներ ենք իրականացրել։ Միայն նախորդ տարի տասնյակ մանկապարտեզների բակեր ենք հիմնանորոգել։ Նուբարաշենի աղբավայրից ենք խոսում, Նուբարաշենի աղբավայրի այն վիճակը, որ ունեինք, այդ մասնավոր ընկերությունը տասնյակ տարիներով, երևի 70 տարի մոտավորապես նույն վիճակն ենք ունեցել։ Մի քանի ամսվա ընթացքում այդ աղբավայրը բերում են կառավարելի տեսքի, որտեղ որ կարող ենք վստահ ասել, հրդեհների վտանգը էականորեն նվազել է։ Կանաչապատումից եք խոսում, ասում եք այ կանաչապատման աշխատանքները այսպես, կանաչապատման աշխատանքները այնպես, ուրեմն 20,000 հոգի կանաչապատման աշխատակիցներ, 20 հոգի գիտնականներ, այդ կառույցում չէ, որ չէ, մենք ավելի խելացի ենք, մենք գիտենք, ավելի լավ գիտենք։ Մի հատ է ռեզիստոգրաֆ, որ գնա ստուգի ամեն ծառը փուչա թե փուչ չի, եւ 25,000 ծառ տնկած քաղաքային իշխանությունը պետք է մի քանի 100 ծառի համար բանանի, Երևան քաղաքում ծառահատում անի, ախր լավ դե գոնե ինքները ձեր ասածը, բայց ցենց համադրեք, ինչ եք խոսում ու իրականությունը ինչ է։ Երևան քաղաքում, Երևանի քաղաքապետարանը վերջին տարիներին 25,000 ծառ տնկել, արժեքավոր ծառեր իրենց ոռոգման համակարգով, նորից ձեր համար, պարոն Թորոսյան, ձեր քաղաքապետի օրոք այսպես չի արվել, այս ծավալին մոտ ծավալ չի արվել։ Եթե ուզում եք կպչողականության մակարդակն է ձեր իմանաք, Տիկին Վարդանյանից թեքվեք, պտտվեք եւ հարցրեք, թե քանի տոկոս ծառերն էին կպնում այդ ժամանակ։ 95%-ից ավել ծառերը կպնում են հիմա։ 60 հեկտար 7 ուրբան անտառներ, հարգելի գործընկերներ։ Եվ ես հասկանում եմ, որ այս ամեն ինչը ցավոտ է լսել։ Ես հասկանում եմ, որ ցավոտ է լսել, ցավոտ է արձանագրել, որ ինչ որ անձինք ովքեր որ այնուամենայնիվ, պարոն Սուքիասյան, ձեր սոցիալական ուղղվածությունը ես ընդունում եմ, շատ դուք էլ տեսել եք, որ իմ կողմից վստահաբար այդ ուղղությամբ աջակցություն կա, բայց հարցը միայն այդ ուղղությունների մասին չի, հարցը քաղաքական է նաև։ Եվ երբ որ ասում են, այո, Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը ձեր ուժը ունեցել է, որ այստեղ հայտնվի, դա միանշանակ է, այդտեղ կասկած չպետք է ունենանք։ Եվ հարգելի գործընկերներ, այնպես չի, որ այդ աֆիլիացիան, չգիտեմ, լավական վատ է, այնուամենայնիվ ինչ որ զանգված կա, հիմա չգիտեմ դուք ինչ բաժանումների մեջ եք, բայց դա իմ կարծիքով ժողովրդի համար ընդհանուր առմամբ պարզ է, քաղաքական որ բևեռում եք գտնվում դուք, որ բևեռում ենք գտնվում մենք։ Եվ իրականում սիրելի երևանցիներ, այս ամեն ինչը արձանագրելով մի ամփոփում անեմ։ Այո, մեր աշխատանքների ծավալը շատ մեծ է, այո, շատ տեղեր մենք հաջողել ենք, ինչ որ տեղեր դեռևս դանդաղում ենք, ինչ որ տեղեր ունենք խնդիրներ, բայց հարցը միայն քաղաքային խնդիրները չեն։ Հարցը շատ քաղաքական է։ Եվ հունիսի 7-ին
երևանցիները եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը բոլոր օլիգարխներին եւ բոլոր նախկին իշխանության ներկայացուցիչներին պետք է ուղարկի գրողի ծոցը։